Տարածաշրջանը ցնցված է։ Թուրքիան եւ Ադրբեջանը ստանում են հարվածներ։ Նախիջևանը ստացավ հարվածներ, իսկ Թուրքիան խոցել է իրանական ԱԹՍ-ը։ Ալիևը վախեցած է, որ կարող է ներքաշվել պատերազմի մեջ եւ չի կարողանա դիմակայել իրանական հարվածներին։ Իրանը հարվածների նոր շարք է հասցրել Իսրայելին։ Իրանը համակարգված հարձակում է սկսել Իսրայելի թիրախների դեմ, օգտագործելով հրթիռներ եւ անօդաչու սարքեր։ Այդ մասին հաղորդել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հաղորդել է, իրական խոստում 4 գործողության 21-րդ ալիքը սկսվել է Թել Ավիվի սրտում գտնվող թիրախների դեմ Խեյբար հրթիռների եւ անօդաչու սարքերի արձակմամբ։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի բանակի օբյեկտներին Թել Ավիվում, Հայֆայում եւ Բեն Գուրիոն օդանավակայանին, նաեւ Պարսից ծոցում գտնվող AMN ռազմական բազաներին։ Հարձակում է կատարվել նաև Քուվեյթի ափերի մոտ գտնվող ամերիկյան նավթատար նավի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մինչ այդ Իրանի ռազմական հրամանատարության Ղաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապված թիրախների դեմ մի քանի ուղղություններով օդային, ծովային եւ ցամաքային Իրանի հարվածների տեմպերն ու մասշտաբները կմեծանան։ Իրադրության ներկայիս սրացման պայմաններում Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ, բայց արդեն ուշ է, քանի որ Վաշինգտոնը ցանկանում է կռվել, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանք զանգահարում են եւ հարցնում, ինչպես կարող ենք համաձայնության գալ։ Ես ասում եմ, դուք մի փոքր ուշացել եք։ Եվ հիմա մենք ավելի շատ ենք ուզում կռվել, քան նրանք, ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։ Նա չի մանրամասնել, թե իրանական կողմից ով է կապ հաստատել ԱՄՆ-ի հետ։ Մենք նաև կոչ ենք անում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իրանցի դիվանագետներին օգնել մեզ ձևավորել նոր ու ավելի լավ Իրան, հսկայական ներուժով, հավելել է ամերիկացի առաջնորդը։ Թրամփը կրկին ընդգծել է, որ Իրանի դեմ գործողությունը զգալիորեն առաջ է անցել նախատեսված ժամանակացույցից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինքշաբթի հայտարարել է, որ չի ընդունի Իրանի հետ որևէ պատերազմական լուծում, բացի Իսլամական Հանրապետության անվերապահ հանձնվելը։ Իրանի հետ չի լինի որևէ գործարք, բացառությամբ անվերապահ հանձնվելը, գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Նա շեշտել է, որ ամերիկյան կողմը չի շտապում որևէ համաձայնության, որը կթուլացնի Իրանի նկատմամբ ճնշումները։ Ադրբեջանի նախագահը անվտանգության խորհրդի նիստում բանակին, սահմանապահ ծառայությանը եւ ուժային մյուս կառույցներին հրահանգել են նախապատրաստել եւ պատասխան ռազմագործողություն իրականացնել։ Հաջորդել է Իրանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը։ Եվ եթե դրան չի հաջորդել Ալիևին Փեզեշքյանի զանգը, ուրեմն Թեհրանում դա ոչ նպատակահարմար են գտել։ Ադրբեջանի իշխանությունների հետ աֆիլացված քաղաքագետի գրառման տոնայնությունից հասկացվում է, որ անվտանգության խորհրդի նիստի ելույթում Իլհամ Ալիևը կարմիր գիծ է հատել, փորձելով ստորացնել ոչ թե իրանցի պաշտոնյաներին, այլ Իրան պետությանը։ Ճիշտ է, մի քանի, այդ թվում եւ եվրոպական երկրներ դատապարտել են Նախիջևանի ուղղությամբ իրանական հարձակումը, բայց իրավիճակի հետագա սրացման դեպքում ԻՀՊԿ եւ Իրանի բանակի դեմ նրանց ոչ մի զինվոր չի կանգնելու։ Ալիևը կարծես Իրանի հետ ճգնաժամից պատվավոր նահանջի ելք է փնտրում։ Փեզեշքյանը կընդառաջի նրան։ Ավելի ճիշտ, անվտանգության բարձրագույն Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը անցել էր Սիրիայով եւ Իրաքով եւ ուղղված էր թուրքական օդային տարածք, ոչնչացվել է ՆԱՏՕ-ի օդային եւ հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ Գերատեսչությունը նշել է, որ Թուրքիան ունակ է ապահովել իր տարածքի եւ քաղաքացիների անվտանգությունը, անկախ նրանից, թե որտեղից է գալիս սպառնալիքը։ Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել իր վրա ուղղված ցանկացած թշնամական գործողության։ Այդուհանդերձ միևնույն ժամանակ կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել հակամարտությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեք սոցիալական մեդիայում երախտագիտություն է հայտնել Իսպանիային, որ Իրանի դեմ պատերազմին միանալու հարցում մերժել է Միացյալ Նահանգներին։ Փեզեշքյանը սակայն Նախիջևանի օդանավականի ուղղությամբ արձակված ԱԹՍ-երի հետ կապված միջադեպի առթիվ ոչ զանգել է իր ադրբեջանցի պաշտոնակցին, ոչ էլ անգամ խնդիրը պարզաբանող սոցցանցային գրառում է կատարել։ Այս մասին Facebook-ի անհատական օգտահաշվում գրել է Atlas վերլուծաբանական կենտրոնի տնօրեն Էլխան Շահին-օղլուն։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը անցել էր Սիրիայով եւ Իրաքով եւ ուղղված էր թուրքական օդային տարածք,
ոչնչացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ Գերատեսչությունը նշել է, որ Թուրքիան ունակ է ապահովել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունը, անկախ նրանից, թե որտեղից է գալիս սպառնալիքը։ Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել իր վրա ուղղված ցանկացած թշնամական գործողության։ Այդուհանդերձ միևնույն ժամանակ կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել հակամարտությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեկ սոցիալական մեդիայում երախտագիտություն է հայտնել Իսպանիային, որ Իրանի դեմ պատերազմին միանալու հարցում մերժել է Միացյալ Նահանգներին։ Փեզեշքյանը սակայն Նախիջևանի օդանավականի ուղղությամբ արձակված Աթեսայերի հետ կապված միջադեպի առթիվ ոչ զանգել է իր ադրբեջանցի պաշտոնակցին, ոչ էլ անգամ խնդիրը պարզաբանող սոցցանցային գրառում է կատարել։ Այս մասին Facebook-ի անհատական օգտահաշվում գրել է Atlas վերլուծաբանական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն։ Նրա կարծիքով Փեզեշքյանը չի ցանկացել դառնալ ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարության թիրախը, որ ամենամոլի ատելություն են տատածում Ադրբեջանի և ամենայն ադրբեջանականի հանդեպ։ Շահինօղլուն համարում է, որ Ալիևին Փեզեշքյանի հեռախոսազանգը առնվազն կնշանակեր, որ Իրանը միջադեպի հետաքննություն անցկացնելու մտադրություն ունի։ Ուշագրավ է, որ մարտի 5-ին Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի հետ հեռախոսազրույցում ակնարկել է, որ իրանցի զինվորականները ուսումնասիրում են հանգամանքները։ Ըստ երևույթին Բաքվում տեղեկություն ունեն, որ ԻՊՀԿ հրամանատարությունը դեմ է արտահայտվել Ադրբեջանի հետ այդ հարցով ցանկացած զիջման։ Ավելի վաղ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը պարզապես ժխտել է Նախիջևանի ուղղությամբ Աթեսը արձակելու մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկության իսկությունը։ Atlas վերլուծաբանական կենտրոնը գործում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանու ներքո։ Նրա տնօրեն Շահինօղլուն, որպես կանոն, արտահայտում է Իլհամ Ալիևի տեսակետները։ Facebook-յան գրառումը նա ամփոփել է այսպես. Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում հարցականները շատ են։ Նախիջևանի ուղղությամբ Աթեսեյերի արձակման փաստի ժխտումը հարցականները կարող է տեղափոխել ավելի լուրջ լարվածության փուլ։ Ահա թե ինչու է պետք, որ Փեզեշքյանը զանգի Ալիևին։ Արագ և անվերապահ ռազմական հաղթանակի A պլանը ձախողվել է, պարոն նախագահ։ Սոցիալական ցանցերում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ձեր B պլանն էլ ավելի մեծ, ավելի ձախողման կդատապարտվի։ Ճշմարտությունն այն է, որ եզակի գործարքի հնարավորությունը ձեռքից բաց թողնվեց, երբ Ամերիկան վերջին հերթին դավադիրները թաքցրին բանակցություններում մեր կողմից արձանագրված նշանակալի առաջընթացը։ Իսրայելն առաջինն է, միշտ նշանակում է Ամերիկան վերջինն է, ընդգծել է Իրանի արտգործնախարարը։